Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Եթե թույլ կտակ մինչև այդ հարցին պատասխան մի նախապատմություն, որը որ կախված է հենց այդ հակասահմանադրական ճանաչված օրենքի հետ, ինչն է հետաքրքիր, ի սկզբանե երբ որ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքը ընդունվեց 2018-ին ապրիլի 9-ին մտավ ուժի մեջ, այդ ժամանակ դատավորի լիազորությունները դադարեցնելու համար պահանջվում էր բարձրագույն դատական խորհրդի 7 կողմ ձայների քանակ։ Այնուհետև նախկին բարձրագույն դատական խորհրդի նախագահան, երբ որ արդարացիան նախարար էր, իր նախաձեռնությամբ այդ օրենսդրական կարգավորումը փոխվեց եւ այնպես եղավ, որ 5 ձայնը եւս բավարար է դատավորի լիազորությունները դադարեցնելու համար։ Իհարկե դա այնպես հապճեպ արեց, որ չհասցրեցինք նույնիսկ որևէ դիրքորոշում կամ կարծիք արտահայտել, բայց դրանից հետո հնարավորություն ունեցանք այդ թվում նաեւ բարձրաձայնել մեր գոլեգաները, որ դա ուշ թե շուտ վերելու է հակասահմանադրական կամ մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից խախտման ճանաչման եւ ինչն է հետաքրքիր, հենց այդ նորմը կիրառվեց իմ լիազորությունները դադարեցնելու համար, այս 5 ձայնով ոնց հասկացա միակ դատավորը ես էի, իհարկե այտենց դրական երևույթ չի, բայց միակ դատավորը ես էի, որ 5 ձայնով լիազորությունից դադարեցվեց եւ հենց իմ գործով սահմանադրական դատարանը այդ որոշումը կայացրեց եւ ճանաչեց հակասահմանադրական։ Այսինքն ինքը հետաքրքիր նախապատվություն ունի իրավական առումով։ Միանշանակ դիմելու եմ անդրադառնալով ձեր հարցին, միանշանակ դիմելու եմ բարձրագույն դատական խորհուրդ, որովհետեւ պետք է այս հակասահմանադրական խախտումը իր տրամաբանական ավարտին հասցվի ու նաեւ ուրախալի այն, որ այս որոշումը սահմանադրական դատարանի ոչ միայն արժեքավոր է իմ համար, իմ անձնական իրավունքների, իմ անձնական որպես մարդ խախտման համար, այլ նաև այլ դատավորների համար, այսինքն այսուհետ որևէ դատավորի լիազորություն հակասահմանադրական արդենից ճանաչված նորմով չի դադարեցվի եւ դատավորների երաշխիքները, դատավորների անկախության երաշխիքները, դատավորների ինքնուրույնության երաշխիքները, այդ որը հետընթաց քայլեր կատարվել, դա վերականգնվեց եւ նաեւ ժամանակ է սահմանված, որպեսզի այդ հակասահմանադրական օրենքը փոփոխվի։ Պարոն Ստեփանյան, դուք բազմիցս առհասարակ դատավորների համայնքը մշտապես բարձրաձայնել է այդ օրենքի խնդրահարույց լինելու մասին։ Կարծում եք կանխատեսելի չէր համապատասխան մարմինների համար, որ մենք հետագայում նման խնդրի ենք բախվելու, նաեւ կարող են մարդու իրավունքների եվրոպական դատարաններում հերթական վճիռներ լինել ընդդեմ Հայաստանի։ Տեսեք, ինչպես այդ հարցով, այնպես էլ մի շարք հարցերը, երբ որ խնդրահարույց օրենսդրական նախագծեր են շրջանառվում, իրականում դատավորների միությունը արձագանքում է ու ոչ թե արձագանքում է ելնելով, չգիտեմ, սուբյեկտիվ նպատակներից, պայմանականորեն 2022 թվին էր կարծեմ օրենքը փոխվել, չգիտեի, որ դրանից 2 տարի հետո իմ լիազորությունները այդ նորմով դադարեցնեն։ Այսօրն է, որ մենք մեր գործունեության հիմքում դատական իշխանության անկախությունը եւ որպես դատավորը հանդես գալուց ոչ թե ուզում ենք այդ օրենքը մեր համար հարմար լինի, այլ որ որպես իրավաբան գնահատում ենք, որ դա կիրառելու դեպքում հետագայում թե սահմանադրական դատարանում, թե եվրոպական դատարանում խնդիրներ են ունենալու։ Կոնկրետ այս դեպքը, երբ որ այդ նահանջը կատարվեց 7 ձայնը 5 ձայն դարձավ, այսպես կենցաղային ասած, ինձ թվում է պետք չի շատ լուրջ իրավաբան լինել, որ հասկանալ, որ այս օրենքը երկար կյանք չուներ, թե ինչու այդ օրենքի հեղինակը այդ ճանապարհով գնաց, երևի այդ հարցի թողի կպատասխանի։ Պարոն Ստեփանյան, մեկ հարց էլ, մենք բարձրագույն դատական խորհրդում արդեն ունենք ճակերտավոր ասած վատ պրակտիկա, որ սահմանադրական դատարանի որոշումը փաստացի չի կատարվում, օրինակ պարոն Դավիթ Հարությունյանի գործով։ Հիմա այս վատ նախադեպը ունենալով ինչ ակնկալիքներ ունեք։ Ես ակնկալում եմ, որ վերջիվերջո ողջախոհությունը իրավագիտակցության գոնե առնվազն բավարար մակարդակը համապատասխան պաշտոններին գործելու համար պետք է վերջիվերջո իրագործվի։ Ստեփանյան, մեկ հարց էլ, վերջերս Արտուշ Գաբրիելյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ոչ թե բունքրեական գործի, այլ մեթոդի, ինչպես են իրավապահները ներխուժել դատական նիստերի դահլիճ, հետո ընդհատել եւ այլն, այսինքն ոչ թե բունքրեական գործի մասին խոսենք, այլ առհասարակ դատավորին նման կերպով, թեև հերքել են, որ բերման են ենթարկել եւ այլն, դա ինչպես եք մեկնաբանում։ Ճիշտ ասած, մամուլում ես եմ ընթերցել այդ մասին, նաեւ եթե անկեղծած հակառակ իմաստներ եմ լսել, որ նման կերպ չի եղել, այսինքն բերման ենթարկել ոնց որ նկարագրված էր մամուլում,
չի եղել, դրա համար քանի որ հստակ ինֆորմացիա, հստակ պատկերացում չունեմ, չեմ կարող ասել, բայց հստակը մի բան է, որ օրենսդրությունում հստակ սահմանում է դատավորի հետ կապված ցանկացած գործողություն, թե քրեական թե այլ, պետք է կատարվի այնպես, որպեսզի դատական իշխանության դատավորի հեղինակությունը չվնասվի, բայց տվյալ դեպքում չեմ կարող ասել վնասվի, թե ոչ, որովհետև տարբեր կարծիքներ կան այդ process-ի հետ կապված։